Փաշինյանը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևին հրավիրել է Հայաստան, նա էլ ընդունել է հրավերը։ Այս մասին մեր կառավարության տարածած հաղորդագրության տեքստից ենք իմանում։ Միայն թե Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո տարածված հաղորդագրության տեքստում այդ հրավերի մասին բառ անգամ գրված չէ։ Տոկաևը ընդամենը շնորհավորել է Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով, մաղթել հաջողություններ։ Երկու հաղորդագրություններում էլ որևէ հիշատակում չկա ԵԱՏՄ-ի մասին, որի անդամ են եւ Հայաստանը, եւ Ղազախստանը։ Քաղաքագետ Կարեն Կարապետյանը վստահ է, տնտեսական այդ կառույցում դիրքերը խալխլած Փաշինյանը իդեմս Տոկաևի փորձում է միջնորդ գտնել, որ կբարեխոսի իր համար Պուտինի մոտ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է խուսափել ինչ-որ մի ձև այդ աղետից։ Կարապետյանի խոսքով Փաշինյանը շատ լավ հասկանում է, եթե մինչև դեկտեմբեր չկարողանա հարթել հարաբերությունները Պուտինի հետ, հետևանքները անդառնալի կլինեն։ Մայիսի 29-ին են ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ Երևանին հորդորել սեղմ ժամկետներում հանրաքվե անել ու պարզել հայ ժողովուրդն ուզում է շարունակել կապը ԵԱՏՄ-ի հետ, թե շարժվել դեպի Եվրամիություն։ Այդ եվրոպական ողջույնները, եվրոպական այցերը, այդ խոստումները, դրամաշնորհները եւ այլն, այդ ամեն ինչը ավարտվեց եւ մենք եւ այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանը բախվեցինք իրականությանը, իսկ իրականությունը մեկն է, որ եվրոպական շուկան մեր համար այս պահին, համենայն դեպս այս պահին փակ է, իսկ կյանքը կանգ չի առնում, կյանքը առաջ է գնում, մարդիկ ուզում են ապրել, մարդիկ ունեն վարկեր, մարդիկ ունեն ընտանիքներ։ Կարապետյանը համոզված է, վաղն էլ Ղրղըզստանում ԵԱՏՄ վարչապետների հավաքի ժամանակ է Փաշինյանը փորձելու Ռուսաստանի վարչապետի հետ լեզու գտնել, համոզել, որ գոնե մինչև դեկտեմբեր հանվեն որոշ սահմանափակումներ ու ռուսական վաճառասեղաններին նորից հայտնվեն հայկական գյուղմթերքը, ձկներն ու կատնամթերքը։ Կարող են հետ կանգնել, իհարկե ոչ մի որոշում վերջնական չէ, ոչ մի որոշում դատավճիռ չի, ի վերջո այս ամենը քաղաքականություն է, կարող են կայացվել որոշումներ, կարող են ներկայացվել վերջնագրեր, սակայն երկուստեք քաղաքականության արդյունքում փոխվեն թե որոշումները, թե վերջնագրերը։ Հիմա այդ ամենը կախված է Նիկոլ Փաշինյանից, թե ինչպեսի քաղաքականություն կվարի նա։ Քաղաքագետը պնդում է Փաշինյանի արևմտյան մեկենասները միանշանակ փորձելու են խոչընդոտել ԵԱՏՄ-ի, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի փորձերը։ Եթե Փաշինյանը քաղաքական գրագիտություն դրսևորի, կկարողանա բացատրել, որ Հայաստանի կենսական շահերից ելնելով չի կարող մեջքով թեքվել դեպի Ռուսաստան եւ ԵԱՏՄ։ Եթե Նիկոլ Փաշինյանը ունենար այդ քաղաքական ճկունությունն ու գրագիտությունը, նախ մենք չէինք հայտնվի այնպիսի վիճակում, որպեսզի մեզ վերջնագրեր ներկայացնեն եւ խոսեն ուլտիմատումի լեզվով, բայց քանի որ արդեն հասել ենք, փաստը արձանագրենք, փաստը որ հասել ենք այդ կետին, կրկին պահանջվում է քաղաքական այնպիսի գրագիտություն, որպեսզի որևէ կողմի այս ամբողջ կուժն ու կուլան չկոտրվի մեր գլխին։ Քաղաքագետը մեր հյուսիսային հարևանի Վրաստանի օրինակն է հիշեցնում։ Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի Թբիլիսին, բայց այդ երկրի ղեկավարությունը չի տրվում արևմուտքի սպառնալիքներին ու շարունակում է լիուլի օգտվել 150 միլիոնանոց ռուսական շուկայի հնարավորություններից։ Որովհետև ունի ազգային իշխանություն, որի նպատակը, որի գործունեության մոտիվացիան հենց իր պետության, իր հասարակության շահերն են։ Վրաստանի ազգային վիճակագրական տվյալներն են ցույց տալիս Ռուսաստան հայկական ձկնամթերքի ներմուծման սահմանափակումների ֆոնին գրեթե 2 միլիոն դոլարի է հասել վրացական ձկնամթերքի ներմուծումը։ Իսկ Փաշինյանը կառավարության նիստերում վարկաբեկում է հայ տնտեսվարողին, չափանիշներին չհամապատասխանող անվանելով տեղական արտադրանքը։ Ես չեմ հավատում, որ առհասարակ երկրագնդում կա մի ուտելիք, որը Նիկոլ Փաշինյանի համար համով չի ու նա պատրաստ չի այն ուտել։ Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը ինչ հնարավոր է ծամել, նա կուտի դա։ Հետևաբար այն որ ձուկը համով չէր ու ինքը չի ուտում այդ ձուկը, այդ ձկներից, դա իմ կարծիքով կեղծիք է ու պարզապես փորձում է մեղավոր հանել հենց արտադրողին։ Իդեպ քաղաքագետը նկատում է, եթե Փաշինյանը վստահ լիներ, որ ԵԱՏՄ, թե ԵՄ հանրաքվեում առանց որևէ դժվարության կստանա բնակչության դրական կարծիքը Եվրամիության մասին, կգնար նաև այդ արկածախնդրությանը։ Ենթադրենք Հայաստանում հանրաքվե եղավ եւ
Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը որոշեց, որ մենք պետք է անդամագրվենք Եվրամիություն։ Դա դեռ չի նշանակում, որ մենք անդամագրվելու ենք Եվրամիություն։ Տպավորությունը, որ Եվրամիությունը մի հատ այնպես անդեմ մի հատ մարմին է, ասես դռները բաց նստած ու քո հանրակրվեից է կախված, դու գնալու ես Եվրամիություն, թե չես գնալու։ Խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստացած Փաշինյանը գիտակցում է, հանրաքվեն կարող է պարզապես տապալել նրա իշխանությունը, որովհետև բերքահավաքի թեժ օրերին աճում է հանրային դժգոհությունը, գյուղացին իր մաշկի վրա է զգում, ԵԱՏՄ հսկայական շուկան կորցնելու դառնությունը։ Կարեն Մանգասարյան, Նորա Շարբաթյան և Էլեն Յահինյան, Հայլուր։